2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս միայն պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում եւ սրան գումարած նաեւ դատախազական ներգործության արդյունքում, երբ մենք արտադատական կարգով ենք կարողանում պետությանը եւ համայնքին գույք վերադարձնել, այս պահի դրությամբ արդեն փաստացի վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ Նշեմ, որ մենք այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսիմետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում, ճիշտ ասած, մեծ ցանկություն ունեի հերթով այդ գույքերը թվարկելու, հետո հասկացա, որ շատ չարաշահեմ ժամանակը, անընդհատ մենք այդ գույքերը հրապարակում ենք, հանրությունը յուրաքանչյուր գույքի մասին տեղեկացված է եւ կադաստրային արժեքի մասին եւ չափի մասին եւ որ վարչական շրջանում կամ մարզում է գտնվում գույքը։ Նաև դրամական միջոցներ են վերադարձվել, դուք նշեցիք քրեական վարույթի շրջանակում վերականգնվող վնասների մասին, հիշեցնեմ, որ անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին եւ ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։